Դա ենթադրում է տնտեսության կոլապս, էներգետիկ կոլապս Հայաստանում։ Եվ կարելի ասել տնտեսական պատերազմ Ռուսաստանի հետ։ Ռուսաստանի հետ Նիկոլի կողմից նախաձեռնված, որի արդյունքում տուժելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանն ու ԿՊԱ-ականները, այլ տուժելու է կոնկրետ հայաստանցին ու հայ ժողովուրդը, դա էլ ֆիքս է։ Նիկոլ Փաշինյանի գալուց հետո Եվրոպայի հետ առևտրաշրջանառությունը ընկել է։ Աճել է Ռուսաստանի հետ։ Հիմա այս մարդը, որի օրոք Ռուսաստանի հետ անհամեմատ աճել է առևտրաշրջանառությունը, Հայաստանի տնտեսությունը էլ ավելի կախվածության մեջ է ընկել Ռուսաստանի շուկայից, խոսում է Ռուսաստանի տնտեսական պատերազմ հայտարարելու մասին, ոչ բառացի, բայց իր գործողություններով տանում է դրան։ Նիկոլ Փաշինյանի գործողությունները պետք է նայենք ոչ թե Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի շահերի տեսանկյունից, այլ բոլորովին այլ երկրների շահերի տեսանկյունից, ու այդ ժամանակ ամեն ինչ տեղը կընկնի։ Ինչու եմ դա ասում, երբ որ Նիկոլ Փաշինյանի գործողությունները նայում ենք Ալիևի շահերի տեսանկյունից կամ Էրդողանի շահերի տեսանկյունից, կամ ասենք արևմտյան որոշակի շրջանակների շահերի տեսանկյունից, փազլը հավաքվում է։